Հոկտեմբերի 16-ին համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն կատարելիս Խարսի խճուղում հայտաբերել ապօրինի զենք պայելու եւ կրելու կասկածանքով ձերբակալել ու Toyota Camry ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել Գյումրու բնակիչ 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել է Մակարով ատրճանակի նմանվող զենք, փամփուշտներ ու ծալովի դանակ։ Երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանոթում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառման արդյունքում հոկտեմբերի 16-ին Գյումրիի Շաումյան փողոցի իր տանը հայտաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզող 61-ամյա տղամարդը։ Օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով խափանման միջոցը կալանք։ Նրա հայտաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողը։ Ծանոթում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել են տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 6 հեկտար հողամասի վրա ընդերք օգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդին արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ։ Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում եւ իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր։ Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ Ծանոթում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բյուրեղավան համայնքում օրերս վիճաբանություն եւ ծեծկրտուկ է եղել, որին մասնակից են եղել նաեւ համայնքի ղեկավարի տեղակալն ու ավականու անդամներից մեկը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է։ Հայկական ժամանակի տեղեկություններով վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը Դանիել Դանիելյանը եւ մեկ ավականու անդամ Վարդան Սուքիասյանը։ Վիճաբանության ժամանակ գործածվել է դանակ եւ քարեր են նետել միմյանց վրա։